Ես ձեզ որբ չեմ թողնի։ Կգամ ձեզ մոտ։ Նա խոստացավ, որ կրկին կգա այս երկիրը։ 1918 թվական ցուրտ ձմռանը նա երկրորդ անգամ եկավ այս երկիր, ինչպես խոստացել էր։ Լուր ծնվեց։ Ավելի լուր, քան իր առաջին գալուստը։ Նա եկավ այնպես, ինչպես ոչ ոք չէր սպասում։ Նա մկրտվեց 1948 թվական 30 տարեկանում և կրկին սկսեց ուսուցանել այն, ինչ սովորեցրել էր նախկինում։ Ով ուտում է իմ մարմինը, խմում իմ արյունը, հավիտենական կյանք ունի։ Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է տրվում։ Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունովը։ Նա կատարում էր շինարարական աշխատանքներ, չափազանց դժվար աշխատանք, որը ցավալի հետքեր էր թողնում ձեռքերի և ուսերի վրա։ Նա արամարվեց նույնիսկ ավելի շատ, քան երբ եկավ առաջին անգամ։ Մարդիկ ասում են, որ նա Աստված չէ։ Շատերը նայում են երկնքին, դեռ սպասում են նրա երկրորդ գալուստին։ Սակայն, քանի որ նա Աստծո խորհուրդը է, ոչ ոք չի կարող ճանաչել նրան մարդկային իմաստությամբ։ Դուք կարող եք իմանալ, թե ով է նա, երբ ուսումնասիրեք Աստվածաշունչը։ Նա բերել է նոր ուխտի զատիկը։ Զորությունների Տերը բոլոր ժողովուրդների համար այս լեռան վրա խնջույք է սարքելու յուղոտ ճաշերով, հին գինիներով։ Նա պիտի կլանի մահն առհավետ։ Եվ այն օրը պիտի ասեն. ահա մեր Աստվածը, որի վրա հույս ենք դրել։ Նա փրկեց մեզ։